Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սերի ժողովուրդ, եթերում է Վարդան Ղուկասյանը, այսօր նոյեմբերի 1-ն է Միացյալ Նահանգներում, առավոտյան ժամը 11-ը, ես ուրեմն ստացել եմ մի հատ նամակ մեր պատանի հետևորդներից մեկից եւ որոշել եմ այս նամակը ընթերցել, քանի որ ինքը նամակատուն նամակ գրողը խնդրել է ընթերցել ուղիղ եթերով եւ եթե չլիներ անչափահաս, այսինքն 10 տարեկան, ուղղակի մեծ մարդը չի ընթերցել, եթե սիստեմատիկաբար նամակներ եմ ստանում Հենդերսոնում Ատում իր դերում փոխանցում է, բայց այս նամակը շարժեց իմ ներքին աշխարհը, դրա համար ես որոշել եմ ընթերցել առավելին, այսօր հացրագրված է Էժմիածնի ժողովրդի։ Եվ այսպես, նամակը ինձ ուղարկվել է ամսի 28-ին Կալիֆոռնիա, Լոս Անջելես, Բերբանկ կոչվող քաղաքից։ Անեզես պարոն Ղուկասյան ջան, Ուլիքը ջան, իմ անունը Արսենը, գրում եմ ձեզ LA-ից։ Ես 10 տարեկան եմ, դառնում շուտով։ 14-ից ապրում եմ LA-ում, 3 տարի ինչ հետևում եմ քո հաղորդումների։ Ասեմ ուղիղ, ես քո համար մեռնում եմ, դու տղա ես մեծատար։ Անցնենք ու թեմային, ես ծնոտով Էժմիածին քաղաքից եմ, լսեցի քո ձայնայինը կապված գեներալ Մանրելի ու 3 և 7-րդ համարների հետ։ Մի բան կասեմ, ափսոս Հայաստանում չեմ, բայց ես դու գնացիր Հայաստան, ես եկող եմ, արագոցերի մեջ գրել է, տունը սահորը էդ բազարնա մենուց հետ։ Ուզում եմ, որ իմ ես նամակը դու կարդաս հավը տանեմ եթերով, հավատը չի գալիս, որ քեզ եմ գրում։ Ուզում եմ, որ սաղ Էժմիածինը լսի ինձ։ Խնդրում եմ, ոչ մի պարագայում այդ լրպից տղեկին 3 ու 7-րդ համարին ձայն չտակ, այդ Վազգենի Քվոզ ու Նիկոլի թեկնածուներին։ Գեներալ Մանրելի տղերքը և թոռները պիտի միանան ձեզ, պարոն Ղուկասյան, դու ու միայն դու կարաս ծռես Նիկոլի լավը տունու տեղը։ Իմիջիայլոց ասեմ, ես նամակը կարծում եմ փոքր վերապահումներով, որովհետև լիքն է սևական բնույթի բառերով։ Ասեք առաջ, ուզում եմ, որ յուրաքանչյուր իմ հասակակից տղաս է աղջիկ միանա ձեզ, դուք եք մեր երջանիկ ապագայի հույսը, ես ուզում եմ վերադառնալ Հայաստան, ձեզ պես ասեմ, ես իմ սևանն եմ ուզում, ժողովուրդ, թասիբ ունեցեք, պատիվ, ով դրան ձայն տա, մտքինս է, Ղուկասյան ջան, շատ եմ սիրում քեզ, բոլոր իմ ընկերները քեզ հարգում են ու գրկում, շուտապույտ ազատում, գրկում ենք քեզ համբուրում լիքը բաքսոր տղեկով, թալի դրանց, ես զարմանում եմ, ոնց կարա իմ ալգը այսքանից հետո գնա ու ձեն տա Պուտորի տղեկին, Զավենովնա ու Նիկոլ, այդ շիզիկ բոզի տղուն, 5000 ջահել տղու գլուխ կերան, վերջում դրա ներողություն արտահայտությանը ծավալսանամակատոյի բարերնա, տծաշկա տնիկը ասում զոֆեցին հանուն ոչիչի, սաղ էլեի բաքսով տղեկը սերտեսպիտակ քնեն դեմքիտ, Աննա Բոլեին, Պարոն Ղուկասյան ջան, ես ուզում եմ գնամ ու ծառայեմ բանակում, բայց միայն քո Հայաստանում լինելու դեպքում։ Խնդրում եմ, կարդա նամակը, թող սաղ լսեն ու վերջում ավելացնեմ։ Նիկոլ լսի նամակս ու կես արդեն հասկանալի է ինչս։ Ես ասում քեզ Հայաստանի ապագա սերունդը։ Բոլորի հասակակիցներին, ինչքան կարաք սուպորտ արեք դոգին, պարոն Ղուկասյանին, սուպորտ բառը չեմ հասկանում, երևի նշանակում է հավանեք, չգիտեմ։ Մեկին խնդրում եմ ձեզ, պապային ասեք, որ նամակի համար վրես չխոսա, դե քֆուրների վրով։ Եթե խոսած գործ կունենա ձեր հետ, ինքը ձեզ շատ է հարգում, համետ վախում է։ Համբուրներ, մի վաղ համբուրներ, քո տղա Արսենչիկ կամ Արչի 28/10/2025 թվական։ Ես մի քանի անգամ եմ կարդացել այս նամակը, շատ բարձ ասեմ, որ ուզել եմ։ Երկրորդը վստահ եմ, որ Արչի պապան հաստատ չի ճղայնանա Արչի վերին, հաշվի առնելով, որ նամակը հասել է ինձ, և երրորդը ես եկան ուրախ եմ, որ մեր ազգի մեջ աստորեն մեր պատանի սերունդը ավելի համարձակա և ավելի վճռական Նիկոլ բոզի տղեն պիտի սա տենա է։ Տենա ու հասկանա, որ եթե ինքը կարողացել է զոմբիացնել այդ 70-60 տարեկաններին, ապա վաղվա սերունդը
բացարձակապես շարունակելու այն գործը, որը ոչ այսօր մենք անում ենք, այսինքն ես Վարդան Ղուկասյանս, շարունակելու այն գործը, որը արել է Վազգենը, շարունակելու այն գործը, որն արել է Դեմիրճյանը, եւ այսինքն վաղվա սերունդը զոմբի չի։ Վաղվա սերունդը գիտակցում է, որ այս կառավարությունը, ինչպես նաև ռոբիկականներն ու սերժիկականները կասկեղ են Հայաստանի ջանին։ Ես շատ ուրախ եմ, որ այս երիտասարդը ես նամակ ուղարկել այն, շնորհակալ եմ քեզ Արշի ջան, Արսեն ջան, շնորհակալ եմ քո ծնողներին նման երեխա դաստիարակելու համար եւ շատ ուրախ եմ, որ այս պատանի սերունդով Նիկոլի Ահուսասավնա հասկանում է, գիտակցում է, որ Նիկոլի նման զիջվածքը, Սերժու Ռոբիկի նմանները տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ ասեմ, շարունակեք ես ուղարկել ձեր նամակները հարգելի իմ հետևորդներ, եթե ցանկանում եք, որ ես այդ ընթերցեմ, պետք է ամենը հիմա շատերը կասեն ձեր հասցեն պարոն Ղուկասյան, Henderson Detention Center, P.O. Box 95050, Henderson, Nevada 89009, Վարդան Ղուկասյանին։ Սա այսպես, պաստորեն տարան գերաշտական փոստակ է, չգիտեմ մի քանի անգամ եմ կարդացել, հուզված եմ, իրոք հուզված եմ։ Խնդրում եմ այս եթերը մաքսիմալ ևս տարածեք իմ բոլոր հետևորդներ, ինստագրամյան, տելեգրամյան, տիկտոկյան կանալներով առավել ևս, որպեսզի Նիկոլացին, Նիկոլա Վիժվածք, Նիկոլա Պաշտ եւ նավանավատ էջմիածնի ժողովուրդը հասկանան, որ վաղվա սերունդին ես հորդորում է 3-րդ եւ 7-րդ համարներին առհասարակ ձայն չտալ Զավեննայի եւ Նիկոլի տեխնացուներին։ Գնացեք ուզում եք ծայտել, գնացեք, չգիտեմ, կդատեք կպատրեք, անբավեր համարեք, դրեն գրեք, դոկացեք, որ вообще գնավորեն, բայց այդ երկու վիժվածք անպայմանական զավակներին ձայն մի տվեք։ Ես ինչ վերաբերվում է մանվելի ժառանգներին եւ հետևորդներին, այդ ուղղությունը իրենցն է, ում ով կկանգնեն ապակայում։ Եթե ցանկանում են վերականգնել իրենց հոր տարի պատիվը, արժանապատվությունը համբավ ինչ-որ այդ մարդ ունեցել է։ Ինչև ես սիրում եմ բոլորին մաղթում եմ հաճելի շաբաթ եւ կիրակի։ Նորանոցակերեք իմ տելեգրամյան կանալին, հարգանքներով Վարդան Ղուկասյան։